Ծերի բարեպաշտ քրիստոնյաներ հաճախ մարդիկ հարցում են, երբ կգա Աստծո արքայությունը, երբ մենք մեր կյանքում Աստծո հետ հանդիպում կունենանք, առհասարակ մեր կյանքը, մեր աշխարհը երբ կփոխվի, արդարություն երբ կհաստատվի, երբ մարդիկ կսկսեն իրար ավելի շատ սիրել, եւ այս տեսակ հարցերը հաճախ են հնչում եւ հաճախ են մեզ հոգեվորականներից ուղում, բայց այս հարցը նոր չէ, որ հնչում է, այս հարցը հնչեց նաեւ Քրիստոսի ապրած ժամանակում եւ այդ հարցը ուղիղ հենց տվեցին Հիսուսին։ Փարիսեցիները այդ հարցը ուղղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ նա մի խոսք ասեց, որը ցնցեց բոլորին եւ այսօր էլ այո այդ խոսքը մեզ մտածելու առիթ է տալիս։ Հիսուս ասեց, որ Աստծո արքայությունը դրսից չի գալիս, դիտելով չի գալիս, ասեց, որ Աստծո արքայությունը ձեր մեջ է։ Տեսեք, Հիսուս ասում է, որ Աստծո արքայությունը նախ եւ առաջ ձեր ներսում է սկսում, ձեր սրտից է սկսում։ Եվ այս խոսքը հասկանալու համար Հիսուս պատմեց երկու առակներ։ Մեկը այրի կնոջ եւ անիրավ դատավորի մասին, իսկ մյուսը մաքսավորի եւ փարիսեցու մասին, որոնք որ ընթերցվեցին այսօր Սուրբ Պատարագի ժամանակ։ Այս երկու առակները միասին մեզ տալիս են երկու կարևոր մեծ գաղտնիք աղոթքի մասին։ Տերը պատմում է մի առակ այրի կնոջ մասին, ով անընդհատ գնում էր դատավորի մոտ, ով ոչինչ չուներ, հարստություն չուներ, եւ այդ դատավորն էլ, ով կաշառակեր էր, առանց կաշառքի, առանց ծանոթ բարեկամի որևէ դատ չէր տեսնում եւ ավետանում կոչվում էր անիրավ դատավոր, բայց այս մարդը անընդհատ տեսնում էր, որ մի կին, ով աղքատ էր, ամեն օր գալիս էր, ժամերով մնում էր դատարանի դռան մոտ եւ մի բան էր խնդրում, ասում էր իմ դատը տես, արդար դատաստան արա։ Եվ ասում է, որ այս դատավորը Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից էլ չէր ամաչում։ Բայց մի օր այս մարդը ինքն իր մեջ որոշեց, ասեց դե բավական է, արդեն այս մարդը այս կինը այնքան եկավ հոգնածրեց ինձ, դատը տեսնեմ, թող այլևս չգա։ Եվ տեսավ նրա դատը եւ հենց այստեղ է, որ Հիսուս մի կարևոր հարց է բարձրացնում, առակը պատմած հետո ասում է, միթե Աստված արդարություն չի անի իր ընտրյալների համար, նրանց համար, ովքեր որ հույսը դրել են Աստծո վրա, ովքեր օր ու գիշեր աղաղակում են, եւ ինչ է մեզ ցույց տալիս այս առակը, որ Հիսուս ուզում է ասել, որ աղոթքի մեջ համառություն պիտի լինի։ Մենք շատ բաների մեջ օրինակ համառ լինում ենք, չէ, եւ որևէ մերժում ենք ստանում, հաճախ այնքան ենք պնդում, այնքան ենք մեր նպատակին հասնելու համար գործողություններ կատարում, որ ի վերջո ստացվում է, ի վերջո տեղի են տալիս եւ կատարում են։ Եվ Հիսուս ասում է, որ դու աղոթքի մեջ էլ պետք է, այո, համառ պետք է լինես։ Երբ մենք ավետարանին նայենք, մի դրվագ կտեսնենք, որտեղ որ Հիսուս երբ բժշկություն էր կատարում, հաճախ մարդկանց մեջ այդ համառությունը երբ տեսնում էր, օգնում էր։ Մի օրինակ, չէ, երբ
անդամալույց մարդուն տանում են Հիսուսի մոտ, Մարկոսի ավետարանի 2-րդ գլխում է, ասում է տեղ չկար, չէին կարողանում ներս մտնեն, այնքան շատ մարդ կար, ասում է բարձրացան տանիքը, քանդեցին երթիկը, պարաններով այդ մարդուն անդամալույցին իջեցրեցին Հիսուսի ու առջևը, եւ Հիսուս բժշկեց։ Հիսուս այդ մարդկանց համառությունը տեսավ, չէ, որքան են իրենք իրենց նպատակին հասնելու համար չէին կոտրվում։ Տեսավ, ասաց դե բժշկված ես արդեն գնա, քո հավատը քեզ բժշկեց։ Այո, Աստված ուզում է մեր մեջ այդ անկոտրուն վիճակը տեսնել, երբ մենք աղոթում ենք, ոչ թե մի հատ աղոթք ենք անում, ասում ենք մեկ էլ մի քիչ ուշանում է, ասում ենք դե լավ է, Աստված մեզնից երես է թքել կամ կասկածն է ընկնում մեր մեջ ու սկսում ենք այլևս չաղոթել։ Եվ Սուրբ Հայրերից Հովհան Ոսկեբեյանն ասում է Աստված չի ուշացնում իր օգնությունը, այլ ցանկանում է, որ մարդը աղոթքի միջոցով կարողանա իր սիրտը բացել, իր միտքը բացել Աստծո առաջ։ Այսինքն Աստված երբեմն թույլ է տալիս սпасել, որպեսզի մեր հավատքը ավելի խորանա։ Տեսեք, հաճախ հակառակն է պատահում, երբ աղոթքի ու պատասխանը մեր սպասված, մեր ցանկացած ժամին չի լինում, մարդիկ խռովքի մեջ են ընկնում։ Բայց Աստված հակառակն է ուզում մեր մեջ տեսնել, ուզում է տեսնել, որ մենք արդյոք մենք կկոտրվենք, թե չենք կոտրվի։ Եթե այդ ընթացքում մենք կոտրվում ենք, ուրեմն մենք սխալ ճանապարհով ենք գնում։ Սա պետք է միանշանակ մեր աչքի առջև ունենանք։ Տեսեք, Հայրիկինը թույլ էր անպաշտպան, բայց ուներ մի կարևոր հատկություն, այս համառությունը, չկոտրվելը։ Եվ դա հաղթեց այդ անիրավ դատավորին։ Եվ անիրավ դատավորը վերջապես լսեց, ապա որքան ավելի Աստված կլսի մեզ, որ մեզ սիրում է իրապես։ Եվ Տերը պատմում է մեկ այլ առակ, ասում է տաճար էին ելել երկու մարդիկ աղոթքի, մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին, ով օրենքի գիտակներ, օրենքի պաշտպաններ, կանգնած էր տաճարի կենտրոնում, ձեռքերը վեր բարձրացած, փառաբանում էր Աստծուն, ասում էր պահում եմ տասնաբանյա օրենքները, տաճարի տասանորդը տալիս եմ, շաբաթական 2 օր ծոմ եմ պահում, եւ ինչ լավ է, որ այն մաքսավորի նման չեմ, այն մեղավոր մեկի նման չեմ։ Իսկ ասում է այդ մաքսավորը, ով եւս մեղավոր էր, լուր մի անկյունում ծնկած էր, գլուխը նույնիսկ չէր համարձակվում վերև բարձրացնել եւ ասում էր Տեր Աստված, ների ինձ մեղավորիս։ Եվ Հիսուս զարմանալի մի բան է ասում։ Ասում է այս մեղավորը, մաքսավորը արդարացված գնաց իր տուն։ Հակառակը պիտի լիներ, չէ՞։ Մաքսավորը պիտի արդարացված գնար ըստ մեր տրամաբանության, որովհետև օրենքը պահում էր, աղոթքը ասում էր, տաճարին տասանորդը տալիս էր, չգիտեմ, այն մաքսավ ինքն էլ տես մեղավոր մեկը չէր հասարակության մեջ։ Բայց Աստված ասում է, որ մի կարևոր բան է ուզում մեր մեջ տեսնել։ Աստված ուզում է տեսնել մեր խոնարհությունը։ Մենք որքանով ենք խոնար, որքանով ենք մենք ինքներս մեր հետ մեր մեղքերը տեսնում, մեր սխալները տեսնում։ Աստված տեսնում է մեր բարի գործերը։ Մեր ճիշտ արարքները Աստված տեսնում ու գնահատում է, բայց Աստված ուզում է տեսնել, որ դու քո սխալները կարողանում ես տեսնել, թե չես կարողանում տեսնել։ Եվ այդ խոնարհությունը ունես Աստծո առաջ։ Եվ Սուրբ Հայրերն ասում են, Աստծո առաջ բարձրանում է ոչ թե հպարտ սիրտը, այլ խոնարհ սիրտը։ Եվ մարդը կարող է շատ աղոթք ասել, երկար ժամերով կանգնել, բայց եթե սրտում ունի հպարտություն, այդ աղոթքը
չի բարձրանում դեպի երկինք, Աստծո առջև հաճելի չէ եւ ընդունելի չէ, ինչպես այս առակում Հիսուս ասեց։ Եվ Մաքսավորը, որ ուղղակի մի նախադասություն ասեց, Տեր Աստված ներիր ինձ մեղավորից, նա արդարացված գնաց, որովհետև նա կոտրված սրտով ասեց, ցավի մեջ ասեց, իր մեղքերը տեսնելով ասեց եւ Աստծուն ապավինած խոնարհությամբ ասեց։ Այս երկու առակները մեզ ցույց են տալիս աղոթքի կարևոր երկու թևեր։ Առաջինը սովորեցնում է միշտ աղոթել, հարատև աղոթքի մեջ մնալ, չհուսահատվել, երկրորդը սովորեցնում է մեզ աղոթքի մեջ խոնարհություն ունենալ եւ խոնարհ լինել։ Սուրբ Գրիգոր Նուսացին ասում է աղոթքը բարձրանում է երկինք եւ համառությունն ու խոնարհությունը միասին են, միմյանց լրացնում են։ Եթե կա համառություն, բայց չկա խոնարհություն, մարդը դառնում է փարիսեցի։ Եթե կա խոնարհություն, բայց աղոթքի մեջ չկա հարատևություն, ապա մարդը միանգամից հուսահատվում է։ Ուրեմն այս երկուսը շատ կարևոր են աղոթքի ընկալելի եւ ընդունելի լինելու համար։ Եվ Աստծո արքայությունը սկսվում է հենց մեր սրտում եւ կա աղոթքի պահին այս երկու հարատև աղոթքի մեջ մնալու եւ խոնարհ լինելու այս երկու կարևոր հատկությունները։ Սիրելիներ, այսօր մարդիկ շատ են ասում, մենք աղոթում ենք, բայց ոչինչ չի փոխվում։ Այսքան ժամանակ ես խնդրում եմ, բայց չի տրվում։ Եվ շատ հաճախ մարդիկ հենց այս պատճառով հուսահատվում են եւ խռովք է առաջանում իրենց մեջ։ Երբ մարդը աղոթում է, նա խոնարհվում է եւ խոնարհության մահին մենք պետք է նախ եւ առաջ մեր մեղքերի համար մաքրություն խնդրենք, ասենք Տեր Աստված ողորմիր ինձ եւ այդ պահին այո մեր առջև կբացվի երկնքի արքայությունը։ Տերը տալիս է երկու կարևոր խորհուրդ այսօրվա այս սուրբ գրային հատվածով, ասում է մի դադարիր աղոթել եւ մի հպարտացիր քո արդարությամբ։ Տեսեք, հաճախ եմ ես հանդիպում մարդկանց, ովքեր ասում են դե գիտես Տեր հայր, ես ինչու գամ եկեղեցի, ինչու մասնակցեմ արարողության, ես պահում եմ օրենքները, տասնաբանյան պահում եմ, չեմ շնանում, չեմ գողանում, լավություն եմ անում, գիտես ինչքան լավություններ եմ արել եւ թվարկում են այսպես գործողություններ եւ ասում է ես մեղավոր չեմ, ես ինչով եմ մեղավոր, եթե պահում եմ, ինչու գամ եկեղեցի։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք այդ փարիսեցու նույն ուղղությունը, որ Աստծո առաջ ընդունելի չէր։ Եվ Աստված ուզում է, որ մենք այո, այս այրի կնոջպես չկոտրվենք, նաև համառ լինենք աղոթքի մեջ եւ մաքսավորի պես խոնարհ։ Եվ այս ժամանակ կկատարվի Տիրոջ խոսքը, որ ասում է արքայությունը ձեր մեջ է եւ Աստված մեզ բոլորիս շնորհ կտա, որպեսզի մենք աղոթքի մեջ կարողանանք հարատև ու հաստատուն մնալ։ Տիրոջ շնորհը, սերը եւ խաղաղությունը մեզ բոլորիս հետ լինի, որ այս պահքի ընթացքում մենք գիտակցենք, որ աղոթքը ամենակարևոր գործողությունն է քրիստոնյայի կյանքում եւ կարողանանք հասկանալ, որ աղոթքով է, որ մենք պետք է կարողանանք այս մեր պահեցողությունը, որ հրաժարվում ենք կենթանական կերակուրներից, վերածել հոգևոր առավելության եւ հոգևոր զորության։